վիճակը, որի մեջ հայտնվել է ժամանակին կառուցված մշակույթի տունը։ Կա աստվածային ազատության սկզբունքը, որ բոլորին է հասնում, բայց Աստվածաշունչը կանոնավորում է այդ ազատությունները։ Ուրեմն բարև ձեզ, հարգելի հայրենագիտներ, սա մեր հերթական հայացք Երևանից հաղորդաշարն է, եւ ես կարծում եմ այսօր ձեզ հետ միասին շատ հետաքրքիր հանգուցան ավելի շատ հետաքրքրող հարց են քննելու, որը վերաբերյալ ես եւ թեզիսները կասեմ եւ մեր հուսակցության տեսակետը կարտահայտեմ, դուք էլ հավանաբար ձեր փոխադարձ գրություններում որոշ կարծիք կասեք։ Եթե իհարկե ձեզ հարմար կլինի, բայց խնդրանքս հետեւյալն է. հայրենիքներ չլինեն, ուրեմն, այսպես ասեմ, ռուսական մատորով թուրքի շներ մեծ չմտնեն։ Իրենք թուրքի շուն են, ռուսական մատորով։ Այդ սկզբից եմ ասում, որ մեր աշխատանք խանգարողներ չլինեն։ Մեր ժողովուրդը բարձրավոր է քաղաքակրթվելու, առանց այդ տեսնում եք ինչ աղետալի վիճակ ունենք։ Ուրեմն սա ասեմ։ Եվ երկրորդը, այսօր ազգանուն եմ ասելու, եւ ազգանունն ասելու եմ, հետևելու եմ, որ ազգային անվտանգության մարմինները դրանցով զբաղվեն, որովհետեւ դուք նայեցեք, ահաբեկչությունը, հատկապես մամուլի լրատվության ոլորտում դարել է կանոն, իբրև թե մամուլի ազատության համար է, խոսքի ազատության համար է եւ այլն, բայց խոսքի ազատությունը չի նշանակում ամեն մի անջորնի ուրեմն գոգորտից ամեն մի բառ որ դարձնել հետո ասել այդպես ազատություն չի կարող լինել։ Փիլիսոփայական սկզբունքն ասեմ, սիրելիներ, որտեղ ազատություն, այնտեղ նաեւ պատասխանատվություն։ Թե չէ այդպիսի ազատությունը չի կարող արժեք ունենալ եւ դա չի լինի։ Հասկանում եք ոնց է։ Այսպես ասեմ, դուք գիտեք, որ կա աստվածային ազատության սկզբունքը, որ բոլորին է հասնում, բայց Աստվածաշունչը կանոնավորում է այդ ազատությունները։ Այլապես պատվիրանները չեն լինի։ Հետևաբար տխմարությունը չդարձնենք դրոշ Ռուսաստանի շահերը եւ գողերի շահերը պաշտպանելու համար երկիրը չվերածենք ինչի որ վերածվել է այդ ամբարտավանության, ճոռոմախոսության եւ այսպես ռսակոծության, այդ մաֆիոզ եւ այլն մի ուйти, որի արդյունքը մենք տեսել ենք 20 թվականից մենք ջախջախվել ենք պատերազմում, գլուխ չգովեք եւ պետք չի գլուխ գովել։ Մենք պետք է սովորենք ճշմարտության աչքերին նայել, որպեսզի կարգավորենք։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ինչն է թեման։ Ասում եմ հետեւյալը, բարեկամներ։ Մենք առաջինը այնպիսի մի ժողովուրդ ենք, ինչպես աշխարհի ցանկացած ժողովուրդ, որը միջազգային հարաբերությունների մեջ է եւ այդ միջազգային հարաբերություններից որպես պետություն ազդվում ենք։ Մեր գաղափարական մտածային զգացողությունը պիտի բարձրացնենք, չափազանց բարձր մակարդակի պիտի բարձրանանք, ինչի համար։ Այլապես վերջին անգամ կցեղասպանվենք եւ կվերջանանք, նկատի ունեցեք, կվերջանանք։ Եվ Հայաստանի Հանրապետության ուսերիներ, հաջորդի ուսերիներ, մեր ողերին թշնամու եւ թշնամիների ուրեմն հրահրումով մեծ վերջ չպետք է տնենք, որ տակը չգրենք, վերջանանք, դա նկատի ունեցեք։ Այդ բոլորը խրախուսվում է դրսից կամ էլ ապուշներ կան։ Ուղղակի ապուշներ կներեք, ապուշները հայերեն բառ, ուղեղը չի աշխատում, բայց ինքը ամենտեղ գցում է եւ ամեն ինչի մեջ մտնում է, ամեն ինչ ուղղում է, ամեն ինչ եւ այլն եւ վնաս տալիս։ Հիմա ասեմ հետեւյալը։ Ես ձեզ քանի տարի որ մենք շփվում ենք եթերում, դա ասեմ որ մեր ինտենսիվ շփումը հանրության հետ, իմ ուրեմն ինձ լսողների 2008 թվականից է, հատկապես սեպտեմբերից ակտիվ է եղել։ Մինչև հիմա շարունակում է կանոնավոր ինտենսիվությամբ։ Եվ այդ շրջանում դուք չեք կարող չասել մի բան, որ ես ամիսը գոնե մի երկու անգամ չհիշեցնեմ, որ մեծ պետություն է պետք։ Մեր ուրեմն ամենակարևոր նվաճումը, մեզ ամենամեծ պաշտպանողը, մեր լուսատու աստղը, մեր ուրեմն ինչ ասեմ, մեր ամեն ինչը, ուրեմն մեր ազգային պետականության հետ է կապված։ Կունենանք այդ պետականությունը, կապրանք ապահով, չենք ունենա։ Այնպես Ռուսաստանը հերթական անգամ կվաճառի ես կանել ու կվերջանա Թուրքիի հետ բախումների մեջ մտցնելով։ Ինչ որ արեց Ադրբեջանում։ Դուք սրանք ինչը հակաճառեք ես հարցերում, ով որ ուրեմն Արցախի հարցի վերջնական լուծման մեջ պատրանքներ չունենանք։ Ռուսաստանին առաջի տեղում չի դնում, ուրեմն կներեք, տգետ է։ Այդ կարող եմ ասել ռուս կագեբեշնիկի ուրեմն մատորով թուրքի շուն է, որը գործում է Հայաստանի պետության եւ հաջորդի շահերի դեմ։ Հիմա կոնկրետանա։ Մեզ պետություն է պետք եւ մեզ շտաբել է պետք։ Ես չեմ ասում, որ այսօր ելնենք վազենք, բայց մեր ուղեղների մեջ լարում պետք է առաջանա։ Յուրաքանչյուր սիրտեղում մինչեւ վարչապետին կհասնենք, որտեղ մենք սովորություն ունենք, ամեն ինչը կախում ենք մի մարդու ուսերից։ Ուրեմն մինչեւ վարչապետ կհասնենք, մենք ինքներս մեր աշխատանքի տեղում մեր կյանքի մեջ պիտի ստեղծագործ լինենք, մեր չափով լինենք այն, ինչ որ ուրիշից ենք պահանջում, ասենք վարչապետից։ Ամեն մեկը իր չափով, այստեղ ոչ մի բան չկողիշ կարող է, նաև պիտի անել։ Հիմա կոնկրետանամ ավելի։
Ուրեմն ձեզ ասեմ մի լուր, մեզ գերագրել են տասնյակ տարիներով այդ գործոնով, ինչի մասին ասել են, որ այս է քրդական ապստամբություն կլինի, քրդերը միլիարդավոր են, միլիոն էլ չեն ասում, մեկը 20 է ասում, մյուսը 40 է ասում, մեկը 60 է ասում, ոչ թիվ կա, ոչ հաշիվ կա, եւ քրդերը իբրև թե ազատարար մի ժողովուրդ ու ազատարար կործանելու են Թուրքիան, չի լինելու։ Այդ ուզում եմ ասեմ, իհարկե ես էլ այդպես կուզեի, բայց դա այդպես չի։ Ես երկրորդ մեջ Էրդողանը հասել է նրան, որ քրդերի դիմադրական ուժերը բոլորը զինաթափվել են, խաղաղություն կամ չգիտեմ, հանձնվելու կապիտուլյացիոն պայմանագիր են կնքել, ինչ կամ որ չգիտեմ, կտևի դա չգիտեմ, բայց քրդական գործոնը Թուրքիան շատ ավելի մեղվում է հետին բլան, դա նշանակում է Թուրքիան ուժեղանում է։ Թուրքիան ուժեղանում է, դա փաստ է։ Ուրեմն ես ասեցի կոնկրետ ինչի վրա, ով որ պետք է խոսի հակաճառի, փաստերը կասի, հետո նոր կբառաչի, կներեք, ես վերաբերում եմ նրանց, ովքեր որ մեզ խանգարում, մեզ բոլորիս։ Իսկ եթե փաստեր չկան, պետք է նորից Ռուսաստանի ներշնչումով, ուրեմն ռուսական շահ պաշտպանեն, ուրեմն հայկական շահի դիմաց արդեն դուք ինքներդ կարծում եմ կհասկանաք, կառանձնացնեք եւ այլն։ Ես ուրեմն պետք է հաշվի առնենք։ Թուրքիան դառնում ավելի կայուն եւ նրա միջազգային դերը առայժմ ուրեմն ավելի կարևորվում է, դուք տեսնում եք, որ ժամանակակից ֆաշիզմի պարագլուխը, ես նկատի ունեմ Պուտինին, իբրև թե պիտի գնար Անկարա, որպեսզի Զելենսկիի հետ բանակցեին։ Իհարկե Զելենսկին, քանի որ ասեց առանց նախապայմանի գալիս են բանակցելու, հրաժարվեց, չի գնելու, խաղ է անում։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրիշ պատճառներ կան, բայց դա կարևոր չի։ Կարևորն այն է, որ դուք հասկանաք, մենք հասկանանք մեր ազգային շահը, գործենք համեցան մեր ազգային շահին։ Ուրիշ ոչինչ։ Ուրեմն Թուրքիան, եթե չլինի այնպիսի երկիր, որտեղ կարելի է բանակցել, ոչ Ուկրաինան կգնա մարտնչող, ոչ էլ Ռուսաստանը կգնա, այլ չեմ ասում, որ ուրեմն մնացածները չեն առաջարկի։ Սա չեմ ասում, որ սարսափեք հիմա թուրքական բոբոն կախեն ամեն մեկի օրորոցի գլխից ու երեխայի մեր փոքրիկին net չծնված թուրքական բոբոյով վախեցնեն, այդպես եղել է։ Ուրեմն դա չի կարելի, մենք բանականությամբ կշարժվենք, որպեսզի նորմալ տեղ հասնենք, կարծեմ ինչպես։ Ուրեմն էս մեկ, երկրորդը ասեմ, որ Իրանը, դուք գիտեք Սիրիայի ռուսական դավադրությունից հետո, Արցախից հետո դավադրություն Ռուսաստանը Սիրիայում արեց, Սիրիան ըստ էության հաշվից դուրս է եկել եւ Իրանի Իսլամական Հանրապետության, որը մեր գեոստրատեգիական պարտներն է եւ բնական դաշնակիցը կամ բարեկամ հարևանը, բարեկամ լավ պետությունը, նկատի ունեցեք, որ ծանր վիճակում է հայտնվել։ Նրա վիճակը ծանրացել է եղած հարաբերությունների մեջ Սիրիան մի գործոն էր, որով նա պաշտպանվում էր եւ ուրեմն ծանրություն իրենից հեռացնում։ Հիմա սա փաստ է եւ հիմա մենք պետք է սովորենք փաստերի աչքերին նայենք եւ ողջ չկազմակերպենք, որովհետեւ մենք սովորենք նաեւ ողջ, չէ՞, մենք ունենք ողբի ժանր, երկու բան ունենք, մի 40,000 հատ ողբ ունենք, ողբ Եդեսիո, ողբ Պեսինչի, չգիտեմ, ունենք նաեւ Քաջնազարի ժանրը, առաջին, երկրորդ, չորրորդ, բայց հայրենիքի պաշտպանության եւ հայրենական պատերազմի ժանրի ոչինչ չունենք։ Հանկարծ չասեք, որ ռուսական հայրենական պատերազմն մերն է։ Դա մեր հայրենական պատերազմը չի եղել, չի կարող լինել եւ չի եղել։ Մանավանդ այդ պետությունը երկու օր առաջ է Արցախը դատարկել եւ նվեր տվել Ադրբեջանին, այսպես եւ այստեղ էլ ուրեմն ճնշումը մեծացրել Արցախայցյան հարցի շարժման ճանապարհով։ Ուրեմն սա Իրանի բարական։ Այդ չի նշանակում, որ Իրանը այսօր չգիտեմ թուլացավ լրիվ, դա այդպես չի։ Իրանը հզոր երկիր է, ունի լավ պոտենցիալ, 80-ից ավելի ազգաբնակչություն, 86 կարծեմ միլիոն է եւ ավելի, բայց բոլոր դեպքերում վիճակը ծանրացավ։ Չնայած կան նաեւ այստեղ հուսադրող բան, ես գիտեմ, որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները երկրորդը հատ ավելի շատ կոնտակտների մեջ են Իրանի հետ եւ որոշակի բանակցություններ են գնում, որը մեզ համար շատ դրական փաստ է, դա պետք է նկատի ունենանք։ Եվ մեր գոյություն չունեցող 140 կիլոնոց, ինչը ուրեմն կենթանու քաշով որոշ գեներալների շնորհիվ ուժեղացրին նաեւ Արցախը, Ադրբեջանին։ Ադրբեջանը ուժեղացել է Ղարաբաղյան կլանի ջանքերի հետևանքով։ Միանշանակ է, ուզում է հիմա ոռնան, ուզում են ինձ ինչ ասեն, ինչ էլ լինի, չլինի, բայց Ադրբեջանը հզորացել է Ղարաբաղյան կլանի արյունառուժ եւ ազգակործան կլանի ջանքերով, որը 30-40 տարին օգտագործեց Հայաստանի կողոպուտը գլուխ բերելու համար, հիշեք Զորի Բալայանի հանճարեղ խոսքը, հիմա չգիտեմ կենթանի է թե չէ, այդ մարդը ասում էր չէ, սկզբից պիտի գրավենք Երևանը, որովհետեւ գրավենք Բաքուն։ Երևանը չկարողացան գրավել, Բաքուն էլ տանուլ տվեցին եւ Բաքվում մնացին կլանի
ուրեմն այն մարդիկ, ովքեր որ այդ պետության թուլացման համար պիտի աշխատեն, բայց ուժեղացման աշխատեցին։ Ուզում եմ ասել, սիրելիներ, այդ չերկարացնեմ, ուրեմն Ադրբեջանն էլ հայ գեներալ կոչվածները ռուսների հրամանատարությամբ ուժեղացրին, մեզ թուլացրին։ Կա նաև ռուսական գործոնը, սա էլ անհույս ընկել է տվայտանքների մեջ եւ ես վստահ եմ, որ ինքը չի կենթանանալու։ Իհարկե կմնա լեշով, ամեն ինչով, բայց այն Ռուսաստանը ինչ որ մտների մեջ կա, կամ մեր հիվանդների մտքի մեջ կա, այդ Ռուսաստանը չկա։ Ընդ որում ասեմ մի երևույթ, որը մեզ համար շատ ցավալի է։ Արմյաշկա կոչվածը, որը Հայաստանի իդեալի հետ առնչություն չունի, տեսնում եք, որ պատերազմը սկսելուց Երևանի փողոցում թե Մոսկվայի հեռուստաընկեր գիշեր ցերեկ Հայաստանի պետության դեմ կռիվ է տալիս։ Սրանց ազգային գիտակցությունը աղճատված է։ Մի մասը հայկական է, ինչ որ կա, մնացածը ռուսականացած է։ Չնայած մեզ հետ խոսում են հայերեն, մենք քայլում ենք իրար հետ, հարևանություն ենք անում եւ այդ իմաստով, լիարժեք իմաստով, իհարկե Արմյաշկեն լիարժեք հայ չի կարող լինել։ Գիտեք ինչու։ Ուրեմն եթե մենք ժամանակին ազգային հատկանիշը բնորոշելու համար ասում ենք լեզու եւ նման բաներ, լեզու, հող, չգիտեմ ինչ, ծագում, էթնիկական, սա հայն է, հիմա դա չենք կարող ասել, ասեմ ինչու։ Վիլյամ Սարոյանը հայերեն չգիտեր, ամենագերազանց հայն է։ Շարլ Ազնավուրը ժամանակին գիտեք նրա հայերենը ինչ է, ֆրանսերենից լավ չգիտեր, բայց Շարլ Ազնավուրը գերազանց հայ է։ Մենք ունենք նաև Ֆրանսիայում, այսօր Ամերիկայում հրաշալի հայեր, իսկական հայեր, որոնք մայրեն լեզվով խոսել չեն կարողանում հանգամանքների բերումով։ Հարց է առաջանում, բայց այդ դեպքում ինչպես իմանանք, ինքը հայ է, թե չէ։ Սա գիտության սոցիոլոգիայի շատ բարդ հարց է։ Ես ասում եմ, որ այստեղ որոշողը ազգային ինքնագիտակցությունն է եւ պատկանելության արտահայտությունը, ազգային ինքնագիտակցությունը։ Շատ վատ է, որ մենք տարբեր լեզուներով ենք հանգամանքների բերումով, շատերի մոտ մայրեն լեզու կոչված, այսինքն առաջինը հայերենը չի, այդպես ստացվել, դատաբարտել չենք կարող։ Բայց դրա փոխարեն առաջին պլան է եկել ազգային ինքնագիտակցությունը եւ ազգային ինքնագիտակցությունը, որ որոշում է մարդու հայ լինել չլինել, այս բարակայում, այդ բան։ Իսկ Արմյաշկին չի կարող հայ լինել, որովհետեւ ինքը ռուսական ազգային ինքնագիտակցության կրող է, իմպերիական ստորակարճ, որովհետեւ ինքը սա հայերից ռուսներից մերժված է, ռուս չի տարել, հայերից մերժվում, բայց ռուս չի, ռուսականացումը դնում է, բայց ռուսները իրենից հրաժարվում են, հայերն էլ աղաչում, մենք տեսեք աղաչում քննադատում են, թե վերադարձեք ձեր մայրենի լեզվին, ձեր հայրենիք եւ այլն, բայց սրանք համառորեն այնքան են հեռացել հայրենիքից ու մայրենի մտածողությունից ազգային, որ ըստ էության լիարժեք հայ չեն, հիվանդ հայեր են։ Հիմա մենք առաջարկում ենք առողջանալ։ Հիմա դրա համար եմ ասում ինչը, դրա համար մեզ համար շատ կարևոր Ռուսաստանի եղած վիճակի օբյեկտիվ գնահատականը։ Օբյեկտիվ գնահատականն այն իմաստով, որ ոչ ուռճացնենք, ոչ էլ լսեմացնենք։ Այո, դա մնում է եւ այլն, բայց Ռուսաստանն այլևս երբեք չի դառնալու առաջնագահ պետություն։ Էլ չեմ ասում մշակույթի, տեխնոլոգիաների եւ այլնի հարցով, դա անցավ գնաց։ Ով համոզված չի համոզում, թող գնա ոչ թե Mercedes մեքենա գնի, այլ հիմա ճարի Volga մեքենա նստի քշի։ Գիտեք, որ նույնիսկ Volga չեն կարողանում արտադրել։ Իրենք ժամանակին չմտածեցին, որ այդ երկրից կարտակախտեն հрьяաները եւ հայերը։ Տեսնենք ով է արտադրել, իրենք այդ վիճակում են։ Չեմ ուզում եմ ասել, վերջի շրջանում են հատկապես ռուս ինտելիգենցիայի, տեխնոլոգիական ինտելիգենցիայի մի զգալի մասը գնաց արտասահման, մի մասը փախավնդնիշտ, մի մասն էլ որպես կագեբեշնիկ լցվեց Երևան, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն։ Դա իրենց մասնագիտությունն ապրելու ծևն է։ Հիմա ինչ որ է, ընդ որում տամի պետությունը, որ այսօր ուրեմն բարեկամ չի եղել Արցախի ուրեմն հարցի եղավ ամենավոխերիմ թշնամու նման վարվեց Արցախայության հետ, վաճառեց նրանց, ովքեր 200%-ով նվիրված էին իրեն։ Ձեր աչքի առաջ եղել, մեր աչքի առաջ, հիմա շարունակում են արծել։ Հիմա խտացնելու համար չեմ ասում, մենք պիտի օբյեկտիվ գնահատենք վիճակը։ Այս դեպքում ինչը կարող է մեզ ուրեմն ապահով եւ արժանապատիվ, ապահովի բան, արժանապատիվ բարեկեցիկ ապակայի ճանապարհ ցույց տալ։ Ես ասել եմ, կրկնում եմ, ուրեմն մեր ազգային պետականությունը, ուրիշ ոչինչ։ Եվ այստեղ մենք պիտի բանաձևենք մի բան։ Մեր առաջին եւ վերջին դաշնակից Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ դաշնակի ինչքան հզոր կլինի, ինչքան զարգացած կլինի, այնքան մերից յուրաքանչյուր եւ մեր հավաքական առողջությունը, նաեւ աշխարհում հավաքական առողջություն լավ կլինի, ինչքան թույլ կլինի, այնքան էլ ուրեմն թույլ կլինի այդ ամենը։ Ես սա դաժան է, երկաթյա օրենք է, նկատի ունեցեք։ Ուրեմն դրա համար ինչ է պետք։ Շատ բան պետք չի։ Այդ պետականությունը պետք է ուրեմն հզորացնել, այդ պետականությունը գերարդիական
վիճակի բերել։ Մենք կարող ենք անել թե չէ։ Հայերս կարող ենք անել։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ աշխարհի համահավաքայությունը միջին հայ է։ Ես որ ասում եմ այդ համահավաքայը միլիարդատերին նկատի չունեմ։ Հատկապես ռուսական ախտը վերեքը դրած, բիրկե վերեն դրած այդ միլիարդատերերը։ Մենք Լևոն Հայրապետյանից բացի ուրիշ հայ չտեսանք այդ ռուսական տարածքից, որ Հայաստանի համար կաներ այն անկեղծորեն ինչ-որ արեց այդ մարդը, դրա համար նաև գլուխը կերան, դրա գլուխ ուտելու մեջ ասում են մեղավոր է նաև Ղարաբաղյան հարազատ կլանը, նկատի ունեցեք, այդ Ղարաբաղցու արջի, այսպես, հիմա շարունակենք, հա, հիմա ինչպես զորացնել այս պետականությունը, շատ պարզ է, գիտատեխնոլոգիական եւ այն, այս բոլորը, բայց դրա համար ինչ է պետք, քաղաքական համակարգը պետք է լինի արդիական, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը պիտի լինի արդիական։ Դա նշանակում է, որ այդ պետականության առանցքը, ուղն ու ծուծը եւ այլն պիտի տարվի իրավական պետության զարգացման ճանապարհով։ Իրավական պետություն, որտեղ ուրեմն օրենքը գերակա է, որը բխում է իրավունքից։ Իրավունքը մեր ժողովրդի իրավունքն է, ազատության ձգտումն է։ Եթե չկա իրավունք, այդ օրենքը կարող է անօրինական լինել։ Այդ կլինի Սերժիո Ռոբերտի օրենքը։ Հասկանում եք, որտեղ մի պետություն, որտեղ ժողովուրդը իրավունք չունի, բայց իրենք ունեն երկիրը կողոպտելու ուրեմն աշխարհի աչքի առաջ ստորագույն արարքներով հանդես գալ սեփական պետության ժողովրդի դեմ, բայց թե համարվել, որ իրենք պետական այրեր են, չգիտեմ ինչ են, ընդ որում զավեշտ իրենց էլ պետականորեն պիտի պաշտպանել։ Ինչից ումից, ինչի, օրինակ ես առաջարկել են իշխանություններին, հիմա էլ առաջարկում են ԿՊ-ին։ Երեք է ուրեմն բավական է խոսել այն մասին, ինչ են կողոպտել, այդ համոզված չեք ինքը չեն կողոպտել։ Ուրեմն երկու նախագահներին էլ առնվազն իրենց արտոնության վերաբերյալ օրենքներից զրկեք։ Դուք ունեք մեծամասնություն, մի քվեարկությունով կզրկեք իրենց արտոնյալ իրավունքներից, Քոչարյան Ռոբերտն էլ ձեր գիրկը կգնի Սերժն նրա գիրկը ու կվերջանա այդ ամենը։ Զրկում եք պետական արտոնություններից։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին էլ դնում եք իրենց ոչ թե անվտանգությունն ապահովեն, այլ իրենց վրա հսկեն։ Հասկանում եք ոնց է։ Եթե պետք է, եթե չէ, իրենք այդ կամ ազգայետ ինչ-որ ասում են վերագրում են իրենք ով են ինչ եղել, իրենցից պետական պահպանությունը հանում եք, գցում եք փողոց, թող մանգան ժողովրդի մեջ։ Ժողովուրդը ինչպես կուզի, այնպես կընդունի իրենց։ Եթե ռիսկ ունեն, թող մանգան։ Եթե այսպես, ուրեմն պատրանքներ չպիտի ունենանք։ Հասկանում եք ոնց է, այլապես ասեցի, նկարագրեցի, չծանրացրեց։ Թուրքիա, Իրան, Ռուսաստան եւ այլն, Ադրբեջան։ Ես հարց եմ տալիս, ինչպես են մենք գոյատևելու, եթե այս ամբիտաններին ու ուրեմն մորթապաշներին, որգրամորներին, գանձագողերին, հա, ուրեմն շարունակելու եք այսպես խնամքով գիշեր-ցերեկ քննադատեք, բայց օրենքով իրենց արտոնություններ պահեք, ինչ եք պահում, օրինակ, եթե կան քննադատում եք, վերջացավ գնացավ, զրկում եք արտոնյալ վիճակից, օրենքները անում եք, մեր նախագահներ մեր երկիրը վաճառել են Ռուսաստանի ցանկությամբ ուրիշին, իրենք էլ կողոպտել են երկիրը, նրանք մեր նախագահները չեն, Ղարաբաղյան կլանն էլ Արցախայությունը չի եւ մեր ժողովուրդը չի, հստակ է, չլինի որ ես ստացվում է ես դաժան բաներ եմ ասում, ուրեմն ասեմ այդ դաժան բանի վերաբերյալ մի բան, պատմական բան հիշեցնեմ, Ջորջ ջան, ինչ կասեմ, կհիշեք, ուրեմն Ցեղասպանության նախօրյակին մեր պատգամավորներից մեկին Թուրքիայում Թալյատը մոտնն է կանչում, Վարդկեսի, ով որ գիտեք, տանտակասեր իմանաք, ստուկեք եւ այլն։ Վարդկեսին կանչում է մոտը եւ երկար բարակ խոսակցություն է տեղի ունենում, ուրեմն Վարդկեսներ գիտեք, Զոհրաբ եւ այլն, մեդուսներն են, հայ պատգամավորները, գիտեք, որ Օսմանյան պարլամենտում մենք տասնյակ ուրեմն խորհրդարանականներ ունենք, պատգամավորներ, որոնք աշխատում էին հաջորդ համար եւ այլն։ Ասում են, լսի, ոնց որ թե ռուսների հետ շատ եք քսմսվում, երևի որպես տղամարդ դուրը չի գալիս, էլ։ Ասում են, շատ եք քսմսվում։ Ասում ինչ եղել։ Ասում են, հեռու մնացեք։ Ես ձեզ ասում եմ, Թալյատն ասում։ Վարդկեսիդ ասում են, որ հեռու մնացեք ռուսներից։ Վարդկեսը բնականաբար ինչ որ վատ երանգներ է խոսքի մեջ տեսնում, դա բնական է։ Ասում է, ինչի ինձ կասես, ասում է, ես քեզ կասեմ, որ դու երթաս ծերոնց ասես, որ ռուսների հետ քիչ է, քիչ քսմսվել, ասում է, եթե չէ ինչ, ասում է, բոլորիդ մորթելու են, հասկանում ես, բոլորիդ կմորթենք, հասկացար, ասում է, մոտավորապես ես իհարկե պատկերավոր եմ ասում, հետո 15 թվականին ինչ եղավ, մնաց այսպեսի բան, հա ժողովուրդը կոտորվեց իր բնօրրաններից դուրս շպրտվեց, միլիարդավոր դոլարների ունեցվածքը գոլորշիացավ, մեր տարածքները մնացին քրդին եւ թուրքին, դուք գիտեք Արևմտյան Հայաստանը հիմնականում հիմա բնակեցված է քրդերով, ուրեմն եւ մեզ մնաց վերժառություն եւ մենք որպես անընդհատ ուրեմն Նեմեսիսի մասին երկեր գրենք վեպեր գրենք, այսպես ես չեմ ուզում որ հետո մենք նոր Նեմեսիսի մասին երկեր գրենք եւ ուրեմն հերավոր
Շպիցբերգենում մեր քաջագործությունների մասին երկենք, խոսենք եւ այլն։ Ուրեմն ինչ է մնում է պետությունը մաքրել, մաքուր, դաժանորեն մաքրել բոլոր նրանցից, ովքեր որ օտար պետության շահեր են պաշտպանում եւ բացատրել ժողովրդին հանգիստ, որ այդ ռուսասիրությունը վտանգավոր է։ Այն չի որ մարդիկ եթե տարիներով ձեզ բացատրում են, իրենք չգիտեն ինչ որ հարց ունեն Ռուսի հետ, Թուրքիի հետ, չգիտեմ ինչի հետ։ Դա ասում են որպես ազգային ինքնագիտակցությունները մաքրվի, ժավելով մաքրեք։ Այդ խոտ մենք ես ինքս բոլորս ժավելով մեր ազգային ինքնագիտակցությունը պիտի մաքրենք։ Հասկանում եք ոնց է, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը դարավոր, մեր մշակույթ հազարավոր տարիների եւ մեր պետականությունը։ Հիմա մի առաջարկի մասին եմ ուզում ասել, որը շատ հետաքրքիր է։ Բարձր է որ առաջիկայում պետության կայացման քաղաքական համակարգի իրավական պետության կայացման հետ միասին ուրեմն պետք է հարցեր լուծել, ինքն իրեն չի ստացվել, ընդ որում ասել որ մամուլի ազատություն կոչվածը պետք է սահմանափակել։ Ոչ մեկ աշխարհի իրեն թույլ չի տալիս այսպիսի մամուլ ունենալ։ Ոչ մեկը մամուլի ազատության տակ տերոր է կազմակերպել հաջողորդի դեմ եւ ուրեմն Հայաստանի պետության դեմ քայքայիչ աշխատանք է գնում։ Եվ դուք գիտեք այդ տերորիզմի կամ ահաբեկչության կենտրոնները որոնք են, որ հերոստանգերություններն են, որ կայքեջերն են։ Դրա համար իշխանության այսպիսի բան եմ առաջարկում, որպես ժամանակավոր երևույթ, որպես տրանսֆորմացիոն հասարակություն, որը անցում է կատարում դեպի դժվարին պայմաններում ժողովրդավարություն, այն պետության, որի արևելյան սահմանները մինչև հիմա երկու թշնամի չեն ճանաչել, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, երկուսն չեն ճանաչել։ Ուրեմն այս պայմաններում մամուլի ազատության այս չափը կործանարար է։ Սահմանափակեք մամուլի ազատությունը, դրա փոխարեն ինչ է։ Իրավական համակարգի ազատություն եւ ուրեմն ինքնիշխանություն ավելի պետք է առաջ մեղվի։ Հասկանում եք, որ իրավական հարց առաջ մեղվի իրավական։ Ուրեմն այսպես է, պետությունները կարգավորիչ ֆունկցիա ունեն։ Նայում են, որտեղ ինչտեղ առաջ են ընկել, ինչտեղ հետ են ընկել, հանցել քայլեր են անում։ Մամուլի այս ազատությունը ուրեմն պիտի սահմանափակվի, ազատություն չի։ Երբ որ մարդուն բռնում են եւ այդ փետերը կողում են մինչեւ կոկորտը, մինչեւ բառը իրենք ուրեմն այդ բառը չեն ստանում, չեն գնում։ Կարող են այդ մարդիկ են, ես այսպես եմ պատկերացնում, մարդը ներվային եղավ, մեկի գլխի տվեց իր այդ բայրակթարներն ինքն էր, հետո ինչ է լինելու։ Ուրեմն սահմանեք մամուլի ազատության կանոնավորման կանոնները, վերցրեք որևէ երկիր, արդյունավետ երկիր եւ տեսեք զարգացած երկիր, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն, ոչ մտել այսպես ազատություն չկա։ Ես Ավստրալիայում, որ ասել եմ, գիտեք, մի 15 օր առաջ ինչ մարդիկ շշմել էին, ասում են այդ ծերի մամուլի ազատություն կլինի, բերանտ կներեք հայեր են ասում են բերանտ կկոխեն փայտերը ու խոսքը վերանից կտանեն։ Մի խոսքով ես առաջարկում եմ այդպիսի մամուլի ազատություն այդ թղթաբաներին ուղարկել Ավստրալիա, թող հարցազրույց վերցնեն պետական պաշտոնյաներից, ուրեմն մեբուսներից եւ գործարարներից, տեսնենք կստանան այդ պատասխանը, թե չէ ինչ որ էստեղ են ուզում։ Բայց դրա փոխարեն ասեցի, իրավական պետության նորմատիվները պիտի անպայման բարձրացվեն, պիտի բարձրացվի նաև աշխատավորներին առաջարկ ունեմ։ Ուրեմն կազմակերպեք արհմություններում, կազմակերպեք շատ պետք չի անընդհատ ցույց գործատուլ ան, ասենք վարորդներ։ Պետք չի անընդհատ մի հատ արհմություն, պրոֆմություն ստեղծեք։ Ուսուցիչներ անընդհատ մի բողոքեք, ուսուցիչների չգիտեմ ինչի արհեստակցական միություններ, տեսեք երկիր ինչպես արագ կվերականգնվի եւ ձեր իրավունքներն կպաշտպանվեն, ուրեմն եւ դրա համար եւ դրա արդյունքով դուք կգործադրեք աշխատանքային իրավունք։ Հայաստանում աշխատանքային իրավունքը նորմատիվով չի աշխատում։ Ընդ որում ասեն ձեռնարկատերին, որոնք թվում է թե դրանից մեծ օգուտ ունեն, երբ որ աշխատանքային իրավունքը չի աշխատում, ուրեմն դա սխալ է։ Մեծ ուրեմն կարճաժամկետ առումով իհարկե շահում եք, որտեղ աշխատեցնում եք, չեք վերաճարում, չեք գրանցում ինչ-որ չափերով, չէ, բայց դուք չեք ունենում այն զարգացած երկիրը, որը մրցակցության մեջ կլինի ուժեղ պետությունների հետ։ Հետևաբար դուք էլ պիտի նպաստեք, որ ձեր աշխատավոր ժողովուրդը բարեկեցիկ կլինի, սափրված լինի։ Հասկանում եք ոնց է, դուք էլ պիտի սափրված լինեք։ Խոսքի կանոնի հարաբերության մեջ օրենքի շրջանակներ պիտի տեղավորվեք եւ կանոնավոր լինեք, ռաբիզներ պիտի թողեք բոլոր ոլորտներում։ Հիմա մի բան ասեմ, որ հետաքրքիր քաղաքական համակարգի առումով մեր հայրենակիցներից մեկը առաջարկ է արել Facebook-ով, ուրեմն նամակ է Facebook-ում տեղադրել եւ խնդրել է, որ այդ ուրեմն նամակը ուրեմն տարածվի։ Ես ինքս առաջինը լինելով հավանաբար Հայաց Երևանից հաղորդաշարով, որպես նաև քաղաքագիտության դոկտոր, հետիմացեք, մասնագիտական առումով եմ ասում, գնահատում եմ այդ նամակը, ասում եմ բովանդակություն ինչի մասին է։ Մեր հայրենակիցներից մեկը շատ լավ առաջարկ է արել, ինչը Աղալարյան, ուրեմն չգիտեմ ով է, որտեղից է, ինձ թվում է արևմուտքից է, բայց ոնց որ թե
կենսագրական տվյալները ցույց են տալիս ուրիշ երկրի, գուցեև Հայաստանից է, գուցեև Գերմանիայից է, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում մեր հայրենակից Աղալարյանն առաջարկում է առաջիկա ընտրությունների պարագայով համազգային ջիկ անել եւ քաղաքական համակարգում կարգ ու կանոն սահմանել, որն է դա։ Առաջարկում է քաղաքական համակարգի կայացման համար, երբ բացառիկ է, նկատի ունեցեք խորհրդարանական հանրապետության համար, բացառիկ արժեք ունեն կուսակցությունները, կայացած կուսակցությունները։ Ոչ թե դեմ պետք է խոսել էսիշ կուսակցություն եւ այլն, այն կուսակցությունների հետ ամբողջ համախումբը կարգի պիտի բերել։ Խորհրդարանական պետություն առանց կուսակցությունների չի գնում, մտնելիցդ անեք։ Եվ խորհրդական հանրապետությունը շատ լավ դեմոկրատական հեռանկար ունեցող պետությունն է, դա էլ նկատի ունեցեք։ Եվ մեր հավանաբար հայերից դա հարազատ է, բայց պետ համակարգը պիտի կարգի բերվի քաղաքական համակարգի առանց կերտ իմաստով այդ պետության մեջ արդեն քաղաքական կուսակցություններն են։ Առանց դրա ոչ մի բան չեք կարող անել, նկատի ունեցեք, առանց կայացած կուսակցությունների կամ գոնե մեր պարագայում կայացող հեռանկար ունեցող կուսակցությունների շարժ ուրեմն հնարավոր չի անել։ Մեր հայրենակիցն առաջարկում է խորհրդակցություններ անցնել, համոզել, հորդորել, խոսել, բացատրել եւ այլն, եւ Հայաստանում գործը բերել 3 համախումբ կուսակցությունների կամ հոսքերի կազմակերպանը, քաղաքական հոսքերի։ Եվ որն է դա։ Նա ասում է, որ անշուշտ ուրեմն շատ լավ է, որ մեր հայրենակիցը անցյալի ռևանշիզմի կուսակցություններին տեղ չի տալիս, որտեղ հասկանում է ինչոց է։ Այսինքն այն Հայաստանի հզորացման, ուրիշի անկախ պետականության կայացման դեմ կռիվ տեղող կուսակցությունները Հայաստանում չեն կարող լինել, չպետք է լինեն, բայց կա։ Հիմա ինչ է առաջարկում մեր հայրենակիցը։ Նա ասում է, որ պետք է կուսակցությունների որոշակի կազմակերպություններ, կուսակցությունները համախմբվեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում։ Ձևերը կարելի է ընտրել, հասկանում եք ոնց է, ինչպես կուսակցության գաղափարախոսությունն ընդունեն, կանոնագիրն ընդունեն, թե դաշինք սարքեն, ինչ է, դա քննարկելի հարց է, օպտիմալ տարբերակը լուծելի է։ Ասում է մեկ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն է իր ամբողջով։ Երկրորդը իհարկե շնորհակալ եմ պարոն Աղալարյանին, նշում է Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, մի բլոկ կամ հոսք առաջինը քաղաքացիական պայմանագիրը, երկրորդ ասում է Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, մի հոսքեր այստեղ բլոկ առաջանա, եւ դա շատ բնական է։ Առաջինը աշխարհում պետականորեն քրիստոնեությունը կրոն դիտած ուրեմն ժողովուրդը մինչև հիմա նորմալ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն չունեցել։ Պատկերացրեք խայտարակություն է դա։ Աշխարհի լավ զարգացած քրիստոնյա պետություններ բոլորն ունեն։ Էլ չեմ ասում ուրեմն Գերմանիայի մասին, որ դուք գիտեք, Ուրցի հաղթանակով կանցլերը նորից ԿԴՄ-ի ներկայացուցիչ նախագահ դառավ։ Խոսքը Ավստրիայի մասին է, որտեղ առանց այդ կուսակցության քաղաքական կյանք չի լինում եւ այլն եւ այլն։ Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգներում, որը պայմանական որոշակի իմաստով հենց ԿԴՄ-ը եւ այլն։ Եվ երրորդը նշում է Հանրապետություն կուսակցություն, ասում է, որ մեր հայրենակիցը Այս ուրեմն 70 թիվը ասում, ճիշտ ասած, ես դրան չեմ տիրապետում, Հայաստանում կան 70 կուսակցություններ, քաղաքական խմբավորումներ, մանր խմբեր եւ այլն։ Ասում է, ճիշտ կլինի, որ այս 70-ը կողմնորոշվեն եւ համախմբեն 3 հոսքերի մեջ։ Եվ դա Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման համար կդառնա այնպիսի ուրեմն ճանապարհ, ինչպեսի Միացյալ Նահանգների քաղաքական համակարգն է, եւ կուսակցական քաղաքական համակարգ, երբ մեկը ուրեմն տեսնում եք ընտրություններում պարտվում է, մյուս հաղթում է եւ այլն, եւ այսպես ասում եմ մենք ճանապարհ կգնանք, վերջապես մեր երկիրը ես կավելացնում եմ ֆեոդալիզմից, գողապետությունից, Ղարաբաղյան կլան եւ այլն, այդ մրցակցության շնորհիվ ոչ թե մարդիկ լավ են, այլ մրցակցության համակարգի մեխանիզմի աշխատման պարագայով կշարժվի մեր երկիրը առաջ։ Ես ասեմ, որ համաձայն եմ այս տեսակետի հետ 3, բայց ունեմ որոշակի վերապրում։ Եթե 3 հոսքի մասին է լինելու խոսքը, այստեղ ոչ թե Միացյալ Նահանգների քաղաքական համակարգին մոտիկ համակարգ է առաջանում, իսկ կարծում եմ, որ չեք շղթի, որ Միացյալ Նահանգները մնում են աշխարհի ամենահզոր, գերզարգացած տեխնոլոգիական առաջընթացի եւ այլնի պետություն եւ առաջինն է եւ առաջնությունը պահում են այսքան ժամանակ, ուրեմն կարծում եմ, որ այս պարագայում մեր մոտ կառաջանա ոչ թե եթե ենթադրենք դա հաջողություն ունեցավ, կառաջանա Գերմանիայի ֆեդերատիվ պետության, դաշնային պետության մոդելին մոտիկ ուրեմն կուսակցական համակարգ, ոչ թե Ամերիկա, ինչու, որտեղ այստեղ չկան սոցիալիստական կուսակցություններ, դժբախտաբար պետք է որևէ կուսակցություն սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական նկատի ունենամ, այստեղ սոցիալիզմը մարդիկ վարի տվեցին, կոմունիստների նկատի չունեմ
ավանդական սոցիալիստականը դարձել է հակապետական հզոր ուժի։ Հզոր ուժն էլ անզորության մեջ է, 4 տարի է փորձում իշխանություն տապալել, բացի ինքը իր հեղինակությունը իրեն տապալելուց ոչ միտեղ չի հասել։ Ուրեմն ես ասեմ գերմանականը, դուք տեսեք նոր է տեղ ունեցել, Գերմանիայում ավանդույթ է դարձել քրիստոնյա դեմոկրատիա եւ սոցիալ-դեմոկրատիա երկուսը, որոնց արանքում, որոնց հետ միասին Բավարիայի քրիստոնյա սոցիալական միությունը, որը ԿԴՄ է, եւ ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը սոցիալ-դեմոկրատական թեկում ունի, այս կուսակցություններն ավելի փոքր որպես կուսակցություններ, բայց շատ հավասարակշռող եւ հզոր բովանդակությամբ կուսակցություններ թույլ են տալիս այդ երկրի քաղաքական ղեկավարությանը տարբեր կոալիցիաներ առաջացնել, նայած ինչպիսի հանգամանքներ են, եւ այդ կոալիցիաների կառավարությունների կազմման ճանապարհով շարժվել առաջ, եւ ես ցես դրա համար այստեղ առաջարկում եմ գերմանական օրինակով շարժվել եւ մեր երկիրը բերել դարձնել այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիան է, դա մեր ուժերի մեջ է հատկապես։ Եթե մենք այս համակարգ ենթադրում եմ, ես եկամ մի ամիջ չեմ որ ասեմ վազեցին, վաղարեցին, պետք է չեկիստ, պետք է մաֆիոզ գա, բա դրանք ինչ են անում։ Բա Ռուսաստանը, բա թուրքը կուտի, բա ռուսի մատորո թուրքի շները հասկանում եք ռուսական ԿԳԲ-ի, բայց ես բոլոր խառնակություն լինելու է, բայց ես իշքան հասկանում եմ մեր հայրենակիցը process-ի մասին է խոսում, իսկ process-ը շատ հնարավոր է գնա, եթե ազգաբնակչությունը մտահոգ քաղաքացին պետության եւ մեր ճակատագրի մեր ապակայի հարցերով մտահոգ քաղաքացին վստահ որ այդ ճանապարհով կարող է գնալ։ Ուրեմն 3 հոսք ուրեմն քաղաքացիական պայմանագիր, երկրորդը Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, երրորդը Հանրապետություն կուսակցությունը, որոնք կարող եմ ասել, այս թերթերը կարող եք փոխել, խանդի տեսաններ չառաջանան, առաջինը կարող եք Հանրապետություն ասել եւ այլն, բայց կարեւորը այդ թերթերի մեջ չի։ Ուրեմն շարժվել առաջ։ Հիմա այսքանից հետո մի փոքրիկ դիտողություններ անեմ եւ խոսքս փակեմ մի հարցի վերաբերյալ, որը վերաբերում է ինչպես ազգաբնակչությանը, այնպես եւ տեղական համայնքային կառավարություններին, որովհետև Վարդանիկն ապացուցեց, որ Հայաստանում հնարավոր է մի քաղաքում եւս հանրապետություն, շքիթ հանրապետություն սարքել Վարդանիկներով, որովհետև ինքը իրեն թույլ է տալիս, ուրեմն ռուսերենով մայիսի 9 շնորհավորել եւ այլն, ոնց որ քաղաքապետ չի փորձանք էլի, հայրիկ, ճիշտ է որ սիրելի կումայրին է, բայց դա քաղաք է էլի, այնպիսի համայնքային իրավունքների մեջ, ինչպիսին ասենք, որ է ասեմ, էլի, հա, օձում համայնքը, ի՞նչ տարբերություն, համայնքի մասին օրենքը նույնն է, այդպես որ մենք ինչ, հասկանում եք ոնց է, Վարդանիկն ինչ եմ ասում, որտեղ այդ մարդը ռուսական կողմնորոշման մարդ է եւ ասել եմ կրկնում եմ, ռուսական կողմնորոշման մարդն է, Գումայրի Գյումրի թուրքերեն անունը պարտավոր է փոխել դարձնել հայերեն կամ գոնե ռուսերեն, Վարդանիկա կռատ չգիտեմ ինչ էլի, որովհետեւ Թուրքիայի դեմ ելույթներ ունենաս ամեն օր եւ քաղաքի անունը պահես թուրքերենով չլինի։ Բանը Գյումրին կոչվում է սահմանադուր, այդպես է թարգմանվում էլի, բարեկամներ։ Ուրեմն մեր հայրենակից, որոնց շատ եմ սիրում, գումարեցիների ոճով, հումորով եւ կիսա ճշմարտությունով եւ դաժան ճշմարտությունով փոխեք քաղաքի անունը, որովհետեւ ռուսական կողմնորոշման ուժերը չեկիստները դանցել եք իշխանության, պահում եք թուրքական անուն։ Կարող է թուրքերի եղբայր են։ Հիշել եք Միասնիկյանի ժամանակները, բայց այդպես է, չէ՞։ Երբ որ հանրապետությունը տապալեցին կոմունիստները, Նիկոյաններ բան, առաջ բանը Հայաստանի սովետական Հայաստանը երկար ժամանակ Թուրքիայի բարեկամ պետություն էր, չէ՞։ Դե չեք հիշում, մոռացել եք, ես քիշեցել։ Ձեզ ամեն ինչ քիշեցել։ Ուրեմն էս էլ էսպես։ Հիմա ինչ եմ ուզում ասել մնացած հարցով։ Մենք պարտավոր ենք վերափոխվելու այդ պարտավոր ենք մտածողության մեջ փոխվելու, աշխատանքի մեջ փոխվելու եւ այլն, որովհետեւ չմնանք այն փոսի մեջ, որը առաջացել է այն ժամանակներից ինչ որ կա։ Դուք տեսնում եք, որ միջազգային հարաբերությունների առումով ինչքան բան է փոխվել եւ ինչքան ենք օտար բառ ասեմ դիվերսիֆիկացվել, բացվել ենք աշխարհի համար եւ այսօր էլ դուք տեսնում եք, թե հնդկական զենքը ինչ հրաշքներ է գործում Պակիստանի դեմ, որի լավագույն նմուշներ ուղարկում են Հայաստան։ Եղավ Ուրեմն ես էլ հատուկ Եվրոպա գնացողները, հատուկ Արևմուտք գնացողները, հատուկ Ռուսաստան գնացողները, հատուկ Չինաստան գնացողները։ Դրա համար Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կոնցեպցիան կարող է լինել բալանսը եւ բալանսի քաղաքականությունը, որտեղ ամեն մի դաշնամուրի նման ստեղն իր նշանակությունն ու դերն ունի ընդհանուր այդ երաժշտության մեջ, որտեղ մի ձայնը բաշխանում է, իսկ մեռած ձայնը ընդմիշտ գործում է, որ Ռուսաստանն է։ Հիմա ինֆակտ չստանանք էլի բաներն եմ ասում, ռսակոծերի մասին է խոսքը։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն նկատի ունեցեք, որ ամեն ինչի տնտեսություն պետք է վերականգնվի Հայաստանում հզոր ճանապարհաշինություն է գնում, ասեմ ձեզ, հզոր, ոչ միայն եղել, այլ գնացել է Կիրակի օրը ես իմ ընկերներով
արշավախումբ է դարել արդեն քրիստոնյա ժողովրդավարական շրջայց հաղորդաշարի արշավախումբը հասավ Նավուր, երևի նայել եք Անտրանիկ Զորավարի մի հրաշալի արձանգ է, հրաշալի տեղում եւ այդտեղից է Նավուրից է որ կարծեմ Իջևան է իջնում այն հայտնի ուրեմն մայրուղին կամ ճանապարհը որ տասնյակ տարիներ սովետի ժամանակից այդ խոսակցությունը կա այդ ճանապարհը կառուցելու բայց այդ ճանապարհը ուրեմն այդպես էլ չի կառուցվում բայց հիմա կառուցվում է ուրեմն կոալիցիոն կառավարությանը Հայաստանի Հանրապետության մենք ունեցել ենք հիշեցնեմ կոալիցիոն կառավարություն եղել է Քոչարյան Ռոբերտի ժամանակ Համզինն Հանրապետականի, հա, Դաշնակցության եւ Բարգավաճի այդ ուր է ճանապարհը կառուցել էլի այդ անտառների միջով վիճակ է ճանապարհ կառուցել այսօր որ ասում եք ասում եք դե հիմա ինչ անենք ճանապարհ է էլի այդ մի ճանապարհ է էլի մի հատ կառուցեիք ուրեմն այդ ճանապարհը կառուցվում է եւ հարցը լուծվում է բայց Եվ նման բաներ շատ կան, շինարարություն բան գնում, իհարկե ես ոգևորված չեմ, որովհետև իմ իդեալը ձեզ ասել եմ արդյունաբերական Հայաստանն է, արդյունաբերական գիտատեխնոլոգիական Հայաստանը չի կարող լինել առանց ճանապարհների, լավ ճանապարհների, առաջնակարգ, չի կարող Հայաստանը զարգանալ, եթե ուրեմն հարավ-հյուսիսը իսկական միջազգային ստանդարտով չաշխատի, Ագարակ, Սյունիք ուրեմն այնտեղ Սիսիան եւ այլն մնացած գիտեք ուրեմն այս ճանապարհները կառուցվում են բայց իմ իդեալը նորից մնում է եթե մենք արդյունաբերություն չենք ունենալու եթե գիտատեխնոլոգիան հեղաշրջում չենք անելու կարող ենք եւ էշի ուրեմն կածաններով էլ քայլել նորից ինչպես քայլում էինք հիմա ինչի համար եմ ասում ուրեմն այդ բոլորի հետ բայց մի բան կա որ ազգային ինքնագիտակցության փոփոխության եւ վերականգնման իմաստով մեր փոխելու կարիք չունենք, մենք մաքրելու կարիք ունենք, այդ ժավելով մաքրելու գործի համար կարևոր է մշակութային բաղադրիչի զարգացումը, լավ մշակույթի բաղադրիչի բանը, որ այստեղ ասեմ, որ չգիտեմ կառավարությունը նախատեսում է թե չէ, այն դպրոցական շինարարություն, Մսուր մանկապարտեզի շինարարություն, որ լայն թափով սկսվել է Հայաստանում եւ հաջողությամբ առաջ է գնում, ուրեմն այդպես չի մշակույթի օբյեկտների, մշակույթի տների ուրեմն առումով, ասեմ բարեկամներ։ Դուք կհիշեք, որ սովետական շրջանից էլ լավ բաներ են մնացել։ Գրեթե ամեն մի ուրեմն բարեկեցիկ գյուղ, չեմ ասում համայնք, հիմա այդ ձև ասենք, այսօրվա տերմինով, չկար բարեկեցիկ եւ հզոր համայնք, որ չունենար իր մշակույթի տունը, չկար որտեղ ժողովուրդը գնում էր, կինո էր դիտում, թատրոն էին իմիջիալոց, ինքնագործ թատրոնի խմբեր էին աշխատում, Երևանից ժողովրդական արտիստներն ասենք, ինչ մակարդակ, Օֆելիա Համբարձումյան, Ռուբեն Մատևոսյան, Էդուարդ Դարբինյան, կառավարությունը պարտավորեցնում էր ուղարկում էր հեռավոր շրջան, մեր հեռավոր շրջաններ բազում ես մինչև ցերեկ կհասնես, բայց բոլոր հեռավոր շրջաններն անգամ գյուղեր քաղաքներ, ուրեմն գնում էին նույնիսկ Բերքավակ բանի հետ, Բերքի երրորդ շրջաններում բարձրանում են խոթարկեր բաների եւ այլն էլի նույնիսկ այո դաշտերում թատրոն ներկայացում եւ կինո ցուցադրություն եւ ամեն ժողովրդի կյանքը եւ այդ առումով նաեւ ֆիզկուլտուրան էր ոչ թե սպորտը պրոֆեսիոնալ այլ ֆիզկուլտուրան որ ընդգրկում էր շարքերում տասնյակ հազարավոր մարդկանց եւ խոսքը դրա բարակայում ժողովրդի առողջության մասին էր ոչ թե օլիգարխների փող աշխատելու պրոֆեսիոնալ ուրեմն գնանք ինչից է Զանզիբարից մի հատ սևամորթ բերենք Արարատ ֆուտբոլային խմբում խաղա, որ մեր պատիվը բարձր լինի, այդ ձեր ցավը տանեմ, դրանով պատիվ է բարձրանում, բայց շարունակեք։ Այդ փող աշխատելն է, կամ փող փչացնելը, փող դուրս գելելը եւ այլն։ Այստեղ հազար մի բաներ կան, բայց մեզ ինչ է պետք։ Մշակույթի տների եւ օբյեկտների այդ իմաստով վերականգնում է պետք եւ զանգվածային ֆիզկուլտուրա է պետք։ Անպայմանորեն, որտեղ կարևորը մեր ժողովրդի մտավոր կարողության բարձրացումն է, վերականգնումն է եւ ուրեմն առողջության ապահովումն է եւ ուրեմն ավելի կոնկրետանամ Եվ ինչ պատահեց, դուք ուշադիր եղեք, շատ գյուղեր կան, օրինակ Արտաշատի շրջանում, Անիպեմզայի, այդ շրջակայքում գյուղի անունը մոռացել եմ, մի գյուղ կար, ուրեմն Գիրակի օրը, ուրեմն նախկին Կարմիրի շրջանի, այսօր Ջամբարակի կողքին, Արծվաշենի ճամփի վրա, Վահան գյուղի, ուրեմն մշակույթի տունը, Հոյակերտ, դասական ոճով կառուցված դուֆակերտ շենքեր են։ Շատ տեղեր ուրեմն ժամանակին ես Անիպեմզայի շրջանից, Անի շրջանից գյուղը մոռացել եմ մշակույթի տունը մենք տեսանք, այն կեղծավորություն չանենք քիչ է մնացել լացեինք։ Դուֆակերտ, հրաշակերտ ուրեմն գյուղը այդ մշակույթի տունը աղբի մեջ կորած էր, չեմ ասում, պատկերացնում եք ինչ կորուստներ էր գրել այս անտերության եւ կողոպուտի թալանի տարիներին։ Ղարաբաղի կլանը ժամանակ չուներ Ղարաբաղյան զբաղվել այդպես մանր գործերով, որտեղ ինքը պետք է լողար Կարմիր ծովում։
ուրեմն այսպես ասեմ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, եւ այդ գործը կառավարությունը պետք է կարծում եմ պետական ծրագիր ստեղծի եւ փրկի եղածները փրկի, նորերը կառուցի, բայց եղածները, որոնք արժեք են ներկայացնում, ճարտարապետական, շինարարական, հանկարծ խոսք եմ ասում, գնացեք տեսեք։ Հիմա ուրեմն եղանք Ճամբարակ Վահան գյուղում, դուք գիտեք Վահանից են գոմ Արծվաշենն է, այնտեղ սահմանային ամենածայրակետն է։ Վահան գյուղը շատ է հայտնի, ովքեր որ Արծվաշենով ժամանակին զբաղվել են, այդ գյուղով են գնացել եկել, եւ այլն, գյուղը զարմանալիորեն ունի դրական հատկանիշ։ Արտադախտ չի եղել կամ շատ քիչ է եղել եւ լավ անասնապահության խոթարքեր կան գյուղ է, բայց Facebook-յան իմիջում դրել եմ այն ողորմելի վիճակը, որի մեջ հայտնվել է ժամանակին կառուցված մշակույթի տունը։ Հոյակերտ շենք է, կառուցվել է 1957 թվականին եւ ուրեմն այդ շենքը ֆասադը որ տեսնեք, դեմքը ուզում եք իմիջ կմտնեք, կտեսնեք դրված է եւ ԿԺԿ կուսակցության բոլոր անդամների էջերում կա, որ տեսնեք, տարածվի աշխարհում եք, թե այդ հոյակերտ շենքը ինչ վիճակի են հարցրել, երևի տեղի քյոխվաները, սողունները երևի, որովհետեւ սեփականաշնորհեն հավանաբար պետք է քայքայեն, որ սեփականաշնորհեն, բայց շենքը տեղում է շատ քիչ ծախսերով, այդ ուրեմն ճարտարապետական հուշարձանը գյուղի մակարդակով չեմ ասի, Գեղարքունիքի մարզի մակարդակով գոնե եւ հանրապետության։ Այդ շենքը պիտի փրկվի, ներսը վերականգնվի եւ նաեւ որը կդառնա այդ անասնաբարական ծանր աշխատանքով ապրող գյուղի համար մշակույթի իսկական տուն, ինքը մշակույթի տուն է եղել, բարձր որ հիմա նա չի աշխատում, հողափոխական աշխատանքներ են արել, չգիտեմ ինչ են արել, նայես ով իմանա, թրքածին չեկիստի մի թրքիշուն կարող է արդեն սեփականաշնորհել, պիտի բարձրի, որտեղ Վանո Սիրատեղյանի շրջանից մի բան ասեմ, ինչ էին անում, ոնց են սեփականաշնորհում, հիմա որ ասում են, ասենք այս խանութը ենթադրենք 1000 դրամով սեփականաշնորհել է, այն զարմանում են, բայց դա զարմանալու բան չկա, ցավ տանեն ձեր ագիներ եւ այն ինչ էին անում, թողնում են 15 տարի, 3 տարի, լրիվ ավերվում էր, դա մեխանիզմ էր, դե շենքինելով տեղ կկանգներ, եթե քիչ շատ փող ունեցողը, կամ ինչ է պետք, ավերված շենք, հետո սեփականաշնորհում են իրենց պապի մերելի գնից էժան գնով, դա կարող եմ ասել, որտեղ դա ստորություն էին անում, հետո դառնում են սեփականատեր եւ այսպես ազգային հարստության փոշիացման քայքայման ճանապարհով առաջ անցան։ Հիմա ինձ թվում է, որ Վահան գյուղի մշակույթի տունը նման վիճակի մեջ է հայտնվել, բայց ես կառավարությանը մշակույթով զբաղվում մարդկանց, ինչպես ասում են, ուրեմն առաջարկում եմ եւ ասում եմ, ափսոս է շենքը, գնացեք տեղ եղեք, արտակարգ վերակառուցման ծրագրերի մեջ մտցրեք եւ շենքը թող լինի, էլի դա մեր ազգային հարստությունն է։ Այստեղ էլ ասեմ մի բան, ուրեմն երբ որ այս լուսանկարները հրապարակել ենք մի քանի տեղից, ուղղակի ինչ ասեմ, գյուղը հոյակերտ է, տեղը գիտեք լեռնային է, մեր երկիրը ճիշտ է, փոքր ամենտեղ մի գեղեցկություն ունի եւ մի ավերված, մի ոնց ասեմ էլի, մի հատ գեղեցկուհի կանգնած է այդպես ավերված վիճակում։ Ուրեմն այդ շենքը պիտի փրկվի եւ ընդհանրապես ասեմ հետեւյալը, ինձ թվում է, որ կառավարությունը մի հատուկ հանձնաժողով պետք է ստեղծի, հանրապետությունը մեր մեջ չի, բոլոր բնակավայրերում տեսնի այդպիսի ավերակներ ճակերտավոր, ինչքան են մնացել, որոնք վերականգնման կարիք ունեն։ Փառք Աստծո, այս կառավարությունը այդ օբյեկտների նկատմամբ ուշադիր, ես ուսումնական նկատ ունեմ, բայց մշակույթը շատ ավելի կարևոր է, եթե մենք կրթություն ենք զարգացնում եւ այլն։ Եվ հիմա այստեղ մի անուն ազգանուն եմ ասել, մի այսպես ասեմ, երևի ռուսական չեկից թրքիշուն, սոս ինչ աներ, Սիմոնյան սոս, ինչ որ բան է գրել, ուրեմն դրատակա, ուրեմն այս սոս Սարգսյան, այս հաշվենք, ինչպես իմ հանդուված ասել, հաղորդում հանցագործության կամ բանի մասին, ես ապուշի գիտի, թե ես իրենից վախենալու եմ եւ ինքը գրում է, թե հերիք ես զբաղվես նման գործերով, հայվան, դա թողնես կգնաս մայր հայրենիքդ, որ ամուրի են բաներում, Մագադանի լեռներում, յակուտների հետ ձուկ կբռնես, ապուշ, ուրեմն կներեք, մի հատ հայտնվի, իհարկե սրանք որպես կանոն fake անուն ազգաննով է, բայց այդպես է գրած, անուն չկա, բան չկա, բայց թե ուրեմն երևի սա այն կողոպտիչներից են եւ այդ շենքը երևի սեփականաշնորհել է, չգիտեմ ինչ է եղել։ Ես բոլորին եմ առաջարկում նման fake են թե իրական են բոլորի անձնաններ հրապարակել եւ ցուցակներ անձնել ազգային անվտանգության ծառայություն։ Այս անասունները կներեք, որոշել են Հայաստանը մինչև վերջ կործանեն։
իհարկե չեն կարող։ Եվ այսպես Ժորժ ջան, սա իմ ասածը ձեր տրամադրության վրա թող չազդի, մենք մեր երկիրը կառուցելու ենք, դուք նկատի ունեցեք, ինչքան հաջողություն է լինելու, դիմադրությունը մեծանալու, եթե կառավարությունը նորից ուրեմն հիդրայի գլուխը չի ճզմելու, հիդրայի գլուխը, որ ռևանշիզմն է, որը կողոպտիչն է, որը գողականն է եւ այլն շարունակում է դիմադրել։ Մեզ պետություն է պետք, մեզ արժանապատվություն է պետք եւ մեզ մեր փառքի վերականգնում է պետք։ Այնպիսի փառք, ինչպիսին ժամանակին ուրեմն բարձրացրին Արտաշեսներ, Տիգրաններ եւ այլն։ Իսկ այսպես ասեմ, ռսակոց սողուններին, եղբայր գնացեք Ռուսաստան, գնացեք Արխանգելսկ, Աստրախանի չեք ուզում ստեղ։ Գնացեք Աստրախան, մեծ ձեզնից քաշը մեծ ձմերուկ է ծախում, ամառը ձմերուկ կուտեք, կտրակվեք։ Ուրեմն Հայաստանից վրա ձեռները թերում են, մեր երկիր վերականգնելու ենք։ Ես էլ այսպես մի քիչ էլ կիսահումար Ժորժ ջան, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մնում է ձեզ հետ, շարունակում է այդ բոլոր եւ տեղեկացնելու եք, սրանից հետո ազգանները հրապարակելու են, բոլոր նրանց ովքեր որ այսպես են։ Գիտեք ինչու, երևի կարող է այդ ընտանիքներում նորմալ մարդիկ կլինեն, միշտ էլ այդպես է։ Շատ հնարավոր է, ասենք, մեկը մեկի վրա թքեն, ով որ արել է, կներեք, ամեն ազդու թուքը կլինի։ Հիշում եք Պատկանյանի հայի թուքը, գիտեք չէ, Պատկանյանը մի օր կարդամ, հայի թուքը բանաստեղծություն ունի, ասում է, այս ինչ, ասում է, մահացու թուք է, ասում է, եթե դու հայրենիքի հետ չես, բայց լավ կապրես, ուրեմն հայը թքել է վրա, այդ ասում է, այսօր այն ասում, եթե դու շատ լավ տղա ես եւ այլն, բայց գյուղի մշակույթի տունը կողոպտել ես, ասում է գյուղը թքած ունի վրա, եւ այլն, այսպես ստեսուն ձեզ, ուրեմն հաջողություն շարունակենք, վստահ եղեք, որ մենք մեր երկիրը տանելու ենք առաջագործություն, վստահ եղեք, այս ոսկերն էլ երևի պիտի առաջարկեն, իսկ այս ընկեր առաջարկում էր մեր հայրենակիցը, ինչ որ թող ինքը հայտնի ով է ինչ է եւ ստեղծի հանձնաժողով աշխատի բացատրական քննարկումներ եւ գուցե եւ Հայաստանի ներքաղաքական կյանքի կայունացման իրական ճանապարհը այն է, ինչ որ առաջարկվել է պարոն Աղալարյանի կողմից։ Ստեսություն ձեզ, լավ եղեք, մենք շարժվում ենք առաջ եւ Հայաստան անխորտակ է, վստահ եղեք։